Ողջույն բոլորին, բավական ժամանակ Kindle չէի բացել, դրա համար այս անգամ որոշել եմ շատ բացեմ։ Այսօր պետք է բացեմ ամենամեծ 220 գրամանոց Kindle-ները։ Այս թեման Spider-Man-ի թեման է, որ ես բացել եմ ու այնտեղ նույնիսկ կրկնություն ունեմ եւ որոշեցի, որ այդ թեման ունենամ ուսումնասիրելով, ինքը շատ լավ թեմա է, հետաքրքիր։ Հիմա բացենք այս մեկը երևի տեսանյութով։ Այ այս Kindle-ները հատուկ դուրս է եկել զատիկին նվիրված, դրա համար այստեղ ճուտիկ է նկարած, ձիկներ են նկարած, որը ներկում է մեր նապաստակը։ Եթե անկեղծ նաև շատ եմ հավանել եւ արկան բացենք։ Օպա։ Այս շոքի նաև շոկոլադն է վնասվել։ Նույնիսկ մոռացա ինչ պետք է ասեի։ Ամեն դեպքում երկու հատ ունեն, երկուսն էլ նույն մոդելն են։ Իպա որոշեցի, որ էլ չեմ շարունակելու այս թեման, բայց հետո վերջնական որոշեցի պետք է գնեմ։ Սրանք ամենադժվարն են բացվում։ Ամբողջական հավաքածուն կազմված է 4 ֆիգուրից, մեկը արդեն ունեմ, մեկից նույնիսկ երկու հատ ունեմ, այս 4-ից էլ եթե 3-ը դուրս գա, հուսով եմ դուրս կգա։ Իսկ ինչքան ինձ տանջում ես մի ձվիկը։ Տեսնենք սա ինչ է, կեսը թափավ արդեն։ Մի վարկյան։ Եկեք այսպես անեմ, եկեք տեղաշարժենք մի քիչ հեռախոսը։ Հիմա կշարունակենք։ Այսպես ավելի հարմար կլինի, ասեմ, որ միանգամից տեսա, որ կրկնություն չի, սրա հաշվին, որտև իմ նախորդ ֆիգուրի մեջ չկար ոչ պիտակ, ոչ այսպիսի դիմապակի ասա եւի մեքենայի ակնոցների տեսքով։ Եկեք այսպես անենք։ Մեկ ուզում եմ բոլորը բացեմ, բոլոր Kindle-ները, հետո սկսեմ հավաքելը, բայց երևի լվոր եկեք սրա հավաքելը բավական երկար է տևելու, երևի դիտողները կձանձրանան, դրա համար մի քիչ ավելի մաս կբաժանեմ, սենց միանգամից ցույց չտամ։ Եկեք այսպես անենք, լավ։ Սա թողնենք այսպես, 1, եկեք նաև երկու հատ բացենք։ Այսպես անեմ։ Այսինքն երկրորդ ֆիգուրը արդեն ունեցանք։ Լավ կլինի, որ երրորդն ունենանք, ու այնտեղ դեռ երկու Kindle ունենք։ Այնտեղից հույս ունենք, որ կբացի նաև այս ֆիգուրը ինքան շատ է դուրս գալիս։ Այս ֆիգուրից արդեն չգիտեմ որորդն է, երրորդն է։ Այս ֆիգուրը նույնիսկ չգիտեմ հավաքեմ, չհավաքեմ։ Այսինքն մնաց երկու հատ Kindle, երկուսն ունենք։ Հավանականություն կա, որ 4 հատ կունենանք, բայց հնարավորությունը քիչ է։ Հիմա հավաքեմ ու ցույց տամ երևի։ Բայց քանի որ ես մեկն եմ բացել, որոշեցի ձեր հետ դանդաղ բացենք, այսպես ասած։ Եթե սա ուզում եք տեսնեք, թե ինչ տեսք ունի այս կոնկրետ մոդելը, նախորդին տեսանյութերում կան։ Դրա համար տեսեք, ես արդեն չեմ ուզում հավես չունեմ այդ մոդելի երրորդ անգամ հավաքեմ,
Եկեք հավաքեմ այն մոդելը, որը ես չունեմ։ Ուրեմն սա հիմնական ամբողջ հավաքածուն է, որը կազմված է 4 ֆիգուրի, 4 մեքենաներից։ Նաև այս հավաքածուն կոչվում է Spider-Man Wheels։ Ունեմ այս մոդելը, ամենաաչը։ Հիմա դուրս է եկել, ոնց հասկացանք, դուրս է եկել սա։ Վերևի մոդելը, որը ուղղաթիռ մեքենա է։ Տեսնենք ոնց ենք հավաքում ու սկսենք։ Մեզ պետք է հիմնական այս երկու ֆիգուրը։ Նայեք, Spider-Man-ը ինչքան փոքր է մեքենայի համեմատ։ Եկեք տեսնենք թե ոնց եմ հավաքելու։ Ես այս ընթացքում արդեն պարզեցի, որ ոչ թե վերևի ուղղաթիռ մեքենան է, այլ ամենաներքևի։ Ու մի անգամից դասավորել եմ ըստ հերթականության այս թղթի, որպեսզի ամեն ինչ ավելի արագ ու ավելի հետաքրքիր լինի։ Սկզբից հավաքում ենք սա, 1, հետո հավաքում ենք այս աչքի Spider-Man-ը անցնում, նայեք մեր պատուհանի մոտով։ Հետո հավաքում ենք դիմաց հետևի դետալները։ Հետո եկեք հուսով եմ տեսնում եք։ Հետաքրքիր է, բայց այս մոդելը հետաքրքիր մոդել է։ Դե քանի որ չունեի, շատ ավելի հետաքրքիր է, քան այն որ ունեմ։ Հետո ակերը հուսով եմ ճիշտ եմ անում, հա, ճիշտ ենք անում ամեն ինչը, ճիշտ ենք անում, բայց ինչի չի մնում, հիմա վերջ, երեք, երորդ և չորորդ ակերը, վերջ, հիմնական հատվածը պատրաստ է մեր, հետո այս կրիլը կարելի հակաթև կամ սա ենք ամրացնում, դիմապակին, որը աչքերի տեսք ունի Spider-Man-ի, վերջում ամրացնում ենք այս հատվածները իրար, չստացվավ, հիմա ստացվեց, գեղեցիկ է, շատ գեղեցիկ է և մի հատ չեպ է արեցինք, մի վարկյան և վերջում պարզապես ամրացնում ենք վերևի հատվածը ներքևի հատվածին, Spider-Man-ի մեր սուպեր հերոսի մեքենան պատրաստ է։ Ուրեմն, դե բնականաբար ես այս պիտակը, լուսարձակների պիտակը չեմ փակցնելու, թող մնա այնպես ինչպես կա։ Ուրեմն, մենք ունեցանք Spider-Man-ի երկրորդ մեքենան, որը երկու ձևով կարելի է կիրառել, որպես մեքենա և որպես, տեսեք, ոտքերը բացվում է և դառնում է իսկական սարդ մարդ ունի սարդ մեքենա բնականաբար, որը կարող է այսպես ուղղաթիռի նման վերև թռնել, այսպես դարձավ ուղղաթիռ սարդ, թռչող սարդ, ուրեմն այսպես, ունեցենք երկրորդ ֆիգուրը, մի քիչ երկար տևեց միգուցե մեկ ֆիգուրի համար այս տեսանյութը, բայց դե շատ դետալներ են, ինչպես տեսակ դուք, մանավանդ որ առաջ անգամ է հավաքում, ստացված է։ Երկրորդ, երրորդ և չորրորդ կինդրները կբացեմ, էլի Spider-Man-ն անցնում աչքիս, Spider-Man-ը մեր տարածքով շատ անցնում, կբացեմ և շորթերի ժամանակ, որպեսզի այսպես երկար չլինի, ընտեք անխոս կբացեմ մի անգամից։ Այս անգամ այսքանը, այսօր 2026 թվականի հունիսի
8-ն է։ Այս անգամ այսքանը, առայժմ։